մեր Տեր Հիսուսի ավետարանը մեզ սովորացնում է։ Օրինակ Ղուկասը եղել է բժիշկ։ Մասնագիտությամբ եղել է սովորական բժիշկն է, բայց ապաշխարել է։ Ես մի բան եմ հասկացել հավատքի մեջ, որ Աստված ինչու Պողոսին օգտագործեց 14 թուղթ գրելու համար, բայց Պետրոսին 2 թուղթ։ Թեպետ Պետրոսի թղթերը շատ խորիմաստ թղթեր են, չեմ ասում, որտեղ նայելա Սուրբ Հոգուց գրած, նայելա Սուրբ Հոգուց։ Եթե Պողոսը չլիներ Աստված մինչև հավատացյալները նա գամաղելի ոտը սովորել էր եւ Հռոմում էլ ուրիշ խնդիրներ էր սովորել, վերջին կարողացել էր շատ բաներ իմանալ եւ Աստված նրան օգտագործեց շատ ազգերի մեջ ավետարանություն անելու, որտեղ նրան նախկինում եղել էր այդպես կիրթ մարդ։ Աստված երբեք դեմ չի, որ դու կրթություն սովորես, բայց մեր ռուս եղբայրներից մի խրատ եմ ես առել եւ այդ խրատը պահել եմ մինչեւ այսօր։ Հավաքված էինք այն ժամանակ բոլորս, որ հավատացյալ են երիտասարդներով, ոմանք համալսարան էին սովորում, ոմանք բժշկական ինստիտուտ, ոմանք պոլիտեխնիկ, ոմանք մանկարժական, կարելի ասել համարյա բոլոր ժամանակա երիտասարդությունս բոլորս էլ ուսանող էինք։ Եվ մի ռուս եղբայր էր եկել երազ գործանից երազ տանել, ու շատ լծված էր Սուրբ Հոգով, հավաքեց մեզ երիտասարդներին, այդ գնալու օրերն էր, ու խրատ տվեց մեզ։ Ռուսեն շատ լավ հնչում, ասեց. «Братья, учиться любому через день, кого можете, но смотрите, что ваш дух не вложите в науки». Ասեց սովորեք ամեն մի ուսումնական ձեռնարկում բժիշկ կլնեք, ինժեներ կլնեք, մանկավարժ կլնեք, վերջապես գիտական աշխատող կլնեք, բայց ասեց նայեք, որ ձեր հոգին չտնե գիտության մեջ։ Այդ խոսքերը լսեցինք բոլորս։ Ես էլ սովորեցի համալսարան ավարտեցի, եղբայրներ կան էլի սովորեցին համալսարան ավարտեցին, բայց իրանց հոգին դրին գիտության մեջ։ Դառան, ասենք, ուրիշ թողեցին հավատքը, հեռացան հավատքից անգամ, այդ գիտությունը իրանց կուրացրեց։ Հասկանում եք։ Եթե մենք ցանկացած գիտություն որ սովորում ենք, եթե չենք օգտագործում Աստծո փառքի համար, այդ գիտությունը կուրացնելու է մեզ։ Հասկանում եք։ Աստված դեմ չի, որ մենք գիտություն սովորենք։ Այսօր մենք բժիշկ եղբայրներ ունենք, մանկավարժ եղբայրներ ունենք, ինժեներ եղբայրներ ունենք, ճարտարապետ եղբայրներ ունենք։ Հիմա այդ եղբայրները, որ ճարտարապետ են, վատ է։ Այսօր որոշ տեղերի շինարարական գծագրերը, եկեղեցիներ սարքելու ճարտարապետ եղբայրներն են տալիս։ Ինչ վատ է։ Հիմի խոսքի օրինակ մենք ուզում ենք այս վերևը սարքենք, չենք իմանում ու սարքել։ Հիմա այդքան խելք ես չունեմ։ Բայց այդ մարդը ճարտարապետ էր, եկավ, ձևը ցույց տվեց եւ սարքեցինք, շատ հիանալի եղավ։ Ուզեմ ասեմ, որ մինակ պետք է զգուշանալ, որ որևէ գիտություն չդառնա քո կուրքը, քո պաշտմունքը։ Սա վնասակար է եւ շատ եղբայրներ եւ քույրեր, որոնք բժշկական սովորում էին, շատ լավ աղոթող հոգիներ էին, շատ ընտիր, բայց տրվեցին այդ ուղղությամբ գնացին, թողեցին Տիրոջ, ամուսնացան այնպիսի մարդկանց հետ, այդ ամուսինը մի հոգեկան խանգար մեջ ընկավ, եւ այդ քույրիկը լրիվ հեռացավ Աստծուց եւ ահավոր վիճակների մեջ ես ճանաչում եմ իրան շատ վատ, ընտանիքը քայքայված, ինքն էլ մեղքի կյանքի մեջ խորացած է մինչեւ վերջ։ Ում տվեց այդ գիտությունը։ Նու լավ բժիշկ է, բայց մեռած դիակ է հոգևոր տեսանկյունից։ Նորից եմ ասում, Աստվածաշունչը մեզ երկու բան է սովորացնում։ Աստվածաշունչը առաջինը սովորացնում է ճանաչել Աստծուն եւ ապրել Աստծո հետ հոգու համար։ Իսկ Աստվածաշունչը նաեւ սովորացնում է մեզ, որ այս աշխարհի ստեղծագործությունը ֆիզիկան, նստերը ուսումնասիրում են Աստծո ստեղծագործության ֆիզիկական երևույթները, քիմիկոսները ուսումնասիրում են Աստծո ստեղծան քիմիական երևույթները, մաթեմատիկոսները ու երկրաչափները ուսումնասիրում են Աստծո ստեղծարարական մաթեմատիկական քիմիական երևույթները, կենսաբանները կենսաբանական երևույթները եւ այլն։ Այսինքն աշխարհի գիտությունը ուսումնասիրում է Աստծո ստեղծագործությունը, բայց ոչ Աստծուն։ Իսկ Աստվածաշունչը ուսումնասիրում է Աստծուն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, մենք հավատքով եւ օրինակ ես զգացել եմ իմ կյանքի մեջ աշխարհի կյանքում էլ գիտություն սովորել եմ եւ հոգեոր կյանքի մեջ էլ։ Աշխարհի կյանքի մեջ, որ ես նստում էի պարապելու, այս միտքը ծվրվում էր։ Մի բան տենում է աչքս տես մեր ծվրվում էր այդպես մտքերի մեջ, մեկ էս ալնում թողում եմ չէի պարապում։ Բայց երբ որ Քրիստոսին ճանաչեցի, իմ միտքը մաքրվավ։ Եվ այնպիսի խորհուրդներ էր գալիս մեջս, պատահում էր եկել են դասախոսներ լսելու իմ դասերը, ես այնպիսի բաներ եմ պատմել, ոչ միտեղ չկա գրած։ Ես մարդը զարմացած ասում եմ, որից ասեցի, որից ասեցի էդի, որ գրքից, ասում եմ, աղոթել եմ Աստված սովորեցրել է։
զարմանում էր, հասկանում եք։ Դրա համար եմ ուզում ասեմ, որ հոգևոր կյանքի մեջ երբ որ տրվում ես Աստծուն, Աստված դառնում է քո կյանքում առաջի տեղը, քո թագավորը, քո կյանքը, քո հոգու պաշտմունքը, այդ հոգիդ ինչքան Աստծու հետ հարաբերվավ, այնքան իմաստուն կլնես քո աշխատանքի մեջ, քո դասերի մեջ եւ ամեն ինչի մեջ։ Նորից եմ ասում, ես հիշում եմ մեր այդ խմբում, որտեղ ես մի տարի տարեգետում վերցեցի սկզբից, օրինակ սովորում էի եղբայրների հետ, Հրատի Հրայր հետ էի սովորում, Ալբերտենց այդ ժամանակ սովորում էի դրանց հետ։ Բայց հետո որ ես տարեգետում վերցեցի, մի տարի հեռացեցի, հետ ընկա ես։ Ես հիշում եմ մեր կուրսում 4-րդ, 5-րդ կուրսում ինք Ագազմիկոս Ջրբաշյան կար, ուրեմն նա ուզում էր ինձ երկուս տներ։ Իր օգնական ասեց, որ 5-ը պատասխան է, ասեց տենց 5-ին երկուս տառնում։ Ես աղոթեցի ինքը ներողություն խնդրեց, որ գոռացի վրա։ Բայց Սուրբ Հոգին նենց իմաստուն տվեց, ես նա չկարողացավ ինձի 5 տնել։ Չկարողացավ։ Ուղղակի քննում էր, որ տներ 2 կամ 3, բայց չհաջողվավ իրան, որտեղ Աստված, նորից եմ ասում, նա կարողացել էր 2 աստղաբաշխական ժամում նա 5 հատ լեմա էր ապացուցել, բայց ես 10 րոպեում գրեցի։ Դասախոս մարդ, ակադեմիկոս մարդ 2 ժամում հազիվ այդ բանը ապացուցել էր, իսկ ես 10 րոպեում գրեցի, որտեղ Սուրբ Հոգու